2020 թվականից ի վեր տարածքների զավթմանը զուգընթաց ադրբեջանցիները Արցախի բնակավայրերն են ոչնչացնում, պետական մակարդակով համատարած թալան կազմակերպում։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, նաև Հադրութի շրջանի Մոխրենեսը, Մարիամաձորն ու Ցամաքձորը։ Հերթը հասել է Մարտունու շրջանի Սարգսաշենին։ Զաբելտատը նոր է իմացել, որ գյուղն ավերել են։ Հոգեկան ստրես ենք ստանում, ոչ մեկը չենք ցանկանա, որ այդպիսի հոգեվիճակում լինի։ Մանավանդ որ նոր են հայտնեցին, որ մեր գյուղը լրիվությամբ բնաջնջել է, դա մեզ համար вообще անտարելի է։ Գեղեցիկ տեսարժան վայրեր ունեինք, շրշրանը, մարտիկ ամառվա սեզոններին լրիվ գալիս էին այնտեղ հանգստանում, գետը հոսում էր բարձրից թափվում ներքև, ամբողջ Ղարաբաղը ամառվային հավաքվում էր այնտեղ։ Նորակառույց համայնքի տուն ունեին 5 տարի էր ինչ գործում էր։ Այնտեղ էր գտնվում ակումբը, գրադարանն ու բուժկետը։ Գյուղը շատ լավն էր, հիացմունքի արժանի վայրեր ունեին, բայց ափսոս ոչ ոք չի իմանա ինչպիսին էին դրանք, պատմում է Զաբելտատը։ Արբանյակային պատկերներն են ցույց տալիս, հիմնականում գյուղերի տների տանիքները ոչնչացրել են, եւ այս ամենն արվում է նաև տարբեր գյուղերի պատմական լանդշաֆտի խաթարմանը զուգընթաց, հողին հավասարեցնելով ոչ միայն քաղաքացիական բնակավայրերը, բնակելի տները, այլև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները։ Մենք շատ ցանկանայինք, որ նույնիսկ մեր Ղարաբաղը վերցնեն, մեզ ասեն գնացեք ձեր Ղարաբաղում ապրեցեք, թեկուզ մեր գյուղն չի, մեր Ղարաբաղը լինի։ Բռնի տեղահանվածներն ունեն միջազգային օրենսդրությունով սահմանված վերադարձի իրավունք, եւ փաստորեն քաղաքացիական բնակավայրերը, գյուղերն ու քաղաքներն ավերելը ուղիղ խախտում է վերադարձի իրավունքը, ասում է մշակութաբանն ու ընդգծում։ Սա նաև արգելում է միջազգային հումանիտար իրավունքը։ Բնակելի տները չեն համարվում ռազմական օբյեկտներ, ուստի դրանք հետպատերազմական իրավիճակներում եւ բռնազավթված տարածքներում պետք է պահպանվեն։ Այստեղ շատ կարևոր է միջազգային հանրությանը ճիշտ ինֆորմացիայով իրազեկելը, որովհետեւ մենք այստեղ գործ ունենք միջազգային իրավունքի խախտումների հետ եւ ցավոք սրտի վերջերս իմացանք, որ նաեւ Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու եվրոպական դատարանի որոշումը եւ փաստորեն այստեղ անարգվում է միջազգային իրավունքը։ Մշակութաբանն Արցախում կատարվածը որակում է մարդկության պատմության խոշոր մշակութային ցեղասպանություն, որը ցավոք շարունակական է։ Խոսքը համակարգված ծրագրավորված մշակութային եւ քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում եւ արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։